Իսպանիայում 2 արագընթաց գնացքներ բախվել են, առնվազն 21 զոհ կա։ Ողբերգությունը տեղի է ունեցել 3 երեկոյան։ Մալագայից Մադրիդ ուղևորվող գնացքը նախնական տեղեկությամբ դուրս է եկել գծերից Կորդոբա նահանգի Ադամուս քաղաքի մոտակայքում։ Իսպանիայի տրանսպորտի նախարարը լրագրողներին ասել է, որ վթարի պատճառը դեռ հայտնի չէ։ Երկաթուղին վերանորոգվել էր մայիսին, իսկ գնացքները 4 տարվա են։ Նախարարը հաստատել է, որ մեքենավարներից մեկը մահացել է։ 75 մարդ է հոսպիտալացվել, նրանցից 15-ի վիճակը ծանր է, թեթև վնասվածքներով 170 մարդ տեղում բուժօգնություն է ստացել։ 2 գնացքներում մոտ 400 ուղևոր կար, մեծամասամբ իսպանացիներ։ Վթարի պատճառով այսօր դադարեցվել է Մադրիդ-Անդալուսիա արագընթաց երկաթուղային երթևեկությունը։ Իսպանիայի վարչապետը չեղարկել է այսօրվա իր պաշտոնական օրակարգը։ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ անձամբ կվերահսկի իրավիճակը եւ դեպքի վայրում կառավարությունը ուժեր կտեղակայի օգնություն ցուցաբերելու համար։ Մարիամ Ամիրջանյան, Էլենիա Հինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։